Բարի լույս սիրելի ընկերներ, հուսով ենք, որ դուք լավ եք։ Ալեքսեյը լա դուրս իր ինքնաթիռը փորձի քայթը թռցնել, որովհետև երեք չկար քամի, այսօր մի քիչ կա քամի, հուսամ, որ իր մոտ կստացվի։ Այնքան ուրախ է, այնքան վազվզում ես կայտով, իրիկունը որ գալիս է քնելու մի անգամից քնում է ժամը 8:30։ Նույնիսկ ինքն ասում, մամի ուզում եմ դոդո եմ ուզում, դոդո։ Այսօր 5 շաբթի է, իրանց մոտ դա չկա, հանգստյան օր է, տոն է։ Ինչի է պեչենիները Ալեքս տանում, ում ես տանում պեչենիները Ալեքս, շնիկի համար, ընդեղ առավոտները տանում է։ Because you know why? Why? He's so hungry. He's so hungry. He not eat from the day. Ահա, պեչենի ես տանում, պեչենիկի համար։ He never eat. Միշտ տանում է կերակրում այրա, իրա շնիկին, ընդեղ։ Հնա։ Գնում ենք խանութ, միս է հարկավոր գնել, հավի միս, ինչ այլ մեզ հարկավոր գնել, ձուկ, ծովախեց գետին, մի խոսքով, այս մեր մոտի խանութը կգնամ, ինձ թվում է այստեղի բանը միս ավելի թարմա, քան որ լուլուից է վերցնում ես վերջերս, ամեն դեպքում լուլույում երևի մեծականակ են ստանում, այստեղ քիչ քանակությամբ են ստանում, էդ ես հագնում, ինչև է, ես կոլեկաներից մեկն էլ ասում ակնի ես էլ քո հետ կամ ինքը նոր է տեղափոխվել, ինքն էլ է Ամերիկայից է էլի, այս կինը ասեցի հա իհարկե եկեք միասին գնանք, ասում ոնց ես ռիքշան պատվիրում, գամ տեսնեմ էլի, հետո որ խանութն ես գնում, այդպես միասին կգնանք ու հետո հետ կգամ։ Ես ոնց որ արդեն ստաժավոր եմ, էլի, այստեղ համ խանութները գիտեմ, որտեղից ինչ է կարելի գնել, բան, ինքը բայց այստեղ ոնց որ մի քիչ ավելի շատ ապրել, ինքը նաև սկուտեր է քշում։ Ավելի դուխով է, քան ես, բայց թե ես ուղղակի խանութները բան ավելի լավ գիտեմ։ Գնացինք Ալեքս, դու ուրախ ես։ Երևի բամբուկների սեզոնն է, բամբուկ եմ վաճառում էլի, բամբուկ չէ, շաքարեղեգ, չէ, էլ ուզում ես, չէ։ I found one bamboo on the floor. Հա, էդի կցի արդեն, էդի լավը չի բալես։ I found it down. You want to hold it? It's free. Okay. How is it? Thank you. Juicy, no? Okay, very good, yeah. Yeah. Շատ բան է, ջրալի է, հյուրասիրում են մեզ։ Another one, maybe you can take that one. Thank you. Ուզում ենք փորձենք ավտոբուսով գնալ, որովհետև ոչ մի անգամ ինքը չի գնացել ավտոբուսով եւ տոնց experience ենք անելու ժողովուրդ։ Որովհետև դու մեքենա չկա համել, ասեմ իմանալ, տոնը է, եթե տոնա լինում, ազատ մեքենա չի լինում կանչել, այնտեղ կանչեցինք, բայց չկա տուկտուկը։ Այդ ծկանկերա։ Սնտրում եկել է ինքը գրչախանութն է, այս գրիչ դետր շատ է սիրում, դեմ չեմ, եթե սովորում է, սիրում է ունենալ, բայց որ վերցնում են իր այրերը դրանից եմ չկա, չի տենում թե ով է վերցնում, գնում է, ասենք դասամիջոց կամ գնում է ինչ-որ բան, նույնիսկ պարսակի մեջ մտնում են, հանում են, պետք է խոսեմ ուսուցչուհու հետ, ասեմ սենց չի լինի, էլի։ Սեպտեմբեր ամսից 1 չի, 2 չի, ես նոր բան առնեմ, գիտեմ հաջորդ օրը վերցնում է ինչ-որ մեկն ով չեմ իմանում, բայց թե լավ չի։
Պետք է տեսնեն, թե որ երեխան է, որ վերցնում է իրերը։ Այնքանով եմ սիրում, որ այստեղ հետևում ինչ գնում ես, իրանք մաքրում են, թարմա, ավելի թարմա ասեցի, չէ, քան որ լուլուից է վերցնում, ու լվանում մաքրում են, տալիս են։ Այդ առումով շատ գոհ եմ։ Լավ է, որ հայտնաբերեցի այս խանութը։ Մուտոն ոչ մի անգամ չեմ վերցրել, փափուկն եմ ես սիրում, փափուկ միսը, գարան միսը։ Բայց ուզում եմ այսօր փորձեմ գարան միսը։ Եկանք ծաղիկները նայենք, հույսերը տեսնենք ինչ ունեն, ինչ չունեն։ Oh yeah, that's beautiful. Տեսնենք ինչ ունեն, չէ։ Ստեղի կանաչ շատ լավն է։ They also have like a tree. Yeah, it's really beautiful. No plants. Cactus. We have to be careful. Գերբերայա։ Ռուսերեն գերբերայ ենք ասում, հայերեն, չգիտեմ, հայերեն։ Maybe elephant food or not? Ալեքսս ամեն ինչին բամբու է ասում։ Այս լասյոն։ Այս երևի թե փակ է, որ երկար մնա, կամ հեշտ լինի տանելը։ Կբացատրեմ, էլի ինչի համար է փակ, ես ինչու։ Իսկականից լավ մեծ տեսականի ունեն։ Սրանք արդեն տեղն է լավ, թե սենսացիալը չգիտեմ։ Ալեքսս նենց շփվող է, սիրում է շփվի մարդկանց հետ, նոր մարդ որ տեսնում է ծանոթանա, խոսա, ինչ-որ բաներ ցույց տա։ Այդ առումով ուրախ եմ շատ։ Այստեղ դրախտի թռչունա, չէ, բայց տենց լավ չի բացված։ Դրախտի ալվան ծաղիկ էին փերին, լա 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 լայ լա լա լայ լայ լայ։ Ինչ մեծ է։ Բայց սրանք սա վառել արևը։ Այս ինչեր ես գնել, ստեղ և շարփներն էր ուզում ես մատիտների, բայց մատիտներ իրեն միշտ հարկավոր է։ Էդ էիր ուզում, նայեց առանձին չէին վաճառում, սենց սրանց էր։ This sharpener have a razor and a sharpener. That's fine. But you have to take care of this, Alex, որ ոչ մեկ չվերցնի։ Դու ամեն անգամ ասում ես ես լավ կնայեմ իմ իրերը, բայց թե նենց է ստացվում։ You know I can't work. Վերցրել ենք սրանով ոնց է կարգին, հա, կարգին էինք, չէ, ասում, կարգին ենք վերցրել, որպեսզի հեսա ցույց տամ, չի պատկերացնում, թե You know how to do with this? I don't know what is the name of in English. Անգլերենով չգիտեմ սրան ոնց է։ Արի ցույց տամ, բալես ոնց է սա անելու կլորները, միասին կանենք։ If you want to have a perfect Նայ, այս սենց շատ սուր է այս միծ այրը, ասեղ ոնց որ լինի, okay? It is very, very sharp, you have to be careful. You put it like this, and you do like this. I know, that way. Uh-huh. I know it. And you have a perfect I know circle. how to do. Գիտեիր ոնց ես անելու։ I can do without practicing. You can do without practicing. Which one? Մատերից գուր, This մատերից one? գուր։ Էսի մատիտն է, մեկը մատիտն է, մեկը ասեղը, սպասի բալ։ Սպասի բալես։
Ես պետքա բացենք, չէ՞։ Ինչքան որ բացենք, այդքան կլինի մեր, այտենց մեծանես մեծ կլինի, բայց որ գա չի պտտվի։ Այտենց շատ մեծ է։ Այս մատիտն է։ Դու սուր մասը էսի ա, տես, ասեղը էսի ա։ This one? Հա։ Պետքա պտտես։ Մի սխմի, որ ծակ չանի։ Ուղղակի սիրուն պտտում ես, բայց մատիտդ կոտրվել է ոնց որ։ Մատիտդ որ ներս է գնացել, կոտրվել է, սենց սխմում ես, ինքը դուրս է գալի, օքեյ։ Շատ մի դուրս հանի, որ հիմա նորից դիր այդ նույն տեղը, ստեղից սենց թույլ, շատ ուժեղ պետք չի սխմել, նենց որ կոտրվեց, տես, մատիտը կոտրվեց, ես կտոցը լսում եմ, որ շատ սխմենք, այտենց կկոտրվի։ Ու հիմա perfect circle ունենք։ And we can erase the dot. Դոտ, էդի դոտ չի, տես, որ սխմել ենք, ինքը ոնց որ ծակ ա եղել, so we can't erase it։ Իսկ եթե չսխմենք ուժեղ, ոչինչ, կամաց կսովորենք, չէ՞։ Շատ ուժեղ չսխմելով, թեթևակի անենք։ Այս իրա մատիտներն են ստեղ։ Լավ էստեղը կդնեմ կոնֆետն է, իրա վրազ։ Էդ ինչ կոնֆետ ես վրազ վերցրել։ Ես ինչ ես ընտրել։ Շատ spicy, ինչ որ hot and sauce է։ Բայց ես ինչ ես դրել վրեն արդեն։ Մաֆին է ընտրել, բայց ինչ որ ծանր բան ենք դրել վրեն։ Այստեղ չես ներել չիպսից ուզում։ Սենց ժելե ինչ որ կոնֆետներ ա իրա համար ընտրել։ Հա, cupcakes-ից երկատ ենք վերցրել, մի հատ որ վերցնում էիր, մյուսը անվճար էր, նվերը։ Սլայմը իրա համար վերցրել, այս սլայմը նենց պիտի խաղաս տանը չնի, շորերի տե չնի, Ալեքս, նախորդ անգամ ես ինչի չեմ վերցնում, սաղ շորերն էր արել, դուք չեր եկել։ Այստեղից հիմնականում վերցրել եմ ծովախեց գետին, այս որն է, գարամիս, այս մեկը ծովախեց գետինն է, այս չիքը, հավի կրծքամիս, հավի բուդիկներն եմ վերցրել, ձուկ ենք վերցրել, ինչ-որ ձուկ էր, անունը չեմ հիշում, ինչ էր, կարմիր գույն ձուկ էր, երեխեն ընտրել, մեկ էլ ծովախեց գետին, այս երևի ձուկն է։ Ալեքս, ես ինչքան ես վերցրել, իրա համար շոկոլադ է վերցրել, այս թունա ձուկ, այս մետալիկ ֆլոմաստերները իրա այն ֆլոմաստերներից հիշում եք, ֆլոմաստերները գնել էի ու պակասում էին, տեսա որ առանձին վաճառում եմ վերցրի և ռետինա վերցրել երեխեների համար, այս ամենին վճարել ենք 2452 ռուփի և վերադարձել ենք տուն ընկերներ ջան։ Մի հատ արագ տեղավորում եմ, այսօր ձուկը կպատրաստեմ, ձուկը որ դնում եմ սառնարան, նկատել եմ համը, որ խորդ եմ դնում, հետո օգտագործեմ, համը լավը չի լինում, տեղում որ սարքում եմ, ավելի համով է լինում։ Սրանք էլ ենք առել, մոռացել եմ, մատիտա սև գույնի ընտրել սրիչի համար, դե հետի արդեն ասեցինք։ Սիրունը, սև գույնի մատիտներ, սրիչ ու այս կարգինը, այս կամակալ ես, և դա, ոյ, դիմի ես կեզ, մաման այսօր ծուկ ասակի, այ ես սրանք շուշուտին եմ սարցախ ես։ Այս գնում եմ խանոտ, որովհետև կարտոֆիլը այնտեղ բացարձակ լավ է, չէ, կարելի էր ասել չլինելուն հավասար էր, երեկվա կարտոֆիլը ստեղված է չէր, վերցնեմ կարտոֆիլ, գնամ որ որոշեցի ձուկը կպատրաստեմ կարտոֆիլով, լավ տարբերակա, ձուկ, կարտոֆիլ, գազա, պղպեղ,
Ամենուքներ կապվածնեմ, համով թող այդպիսի ինտրիգ լինի։ Մի քիչ ճիշտ ավազում եմ, տարակուսում է, ասում է, թե ալարում եմ կարտոֆիլի համար, բան անեմ առանց, դենց էփելու ուղակի տապակեմ ձեթի մեջ, բայց չգիտեմ, դենց կհավանեն շատ, թե ոչ, ինտերնետից դենց երի ավելի համոկատ ալինում։ Բայց դե, եկեք գնամ կարտոֆիլի հետևից չալարեմ։ Այդ ինչից եք խոսում? Oh, is it a secret between daddy? Սա ես արդեն տանը վերցրի սամիտ սող, ինչ եմ այս գետնանուշնա, որ թողել եմ, այսօր կբովեմ, սամիտ, ելակ մորացա, ելակ եմ վերցրել 2 տուփ, տուփը 69 կոպեկ արժեր և 70 ցենտ, 70 քանի կարող լինի, կարակներ վերջանում, կարակ վերցրի, և կարտոֆիլու եկել եմ տուն ընկերներ, հիմա շատ արագ ընթրիքի հարցերը լուծեմ, ասպես, հիմա արագ ընթրիքի հարցերը լուծեմ ու հետո կվերադառնամ արդեն հանգիստ խղճով ձեզ մոտ, որովհետև շտապում եմ այս պահին, միտքս խառն է զբաղված է։ Մեջ ես ուզում քեզ տեսնես։ Բարև բոլորին։ Բարև Ալեքս ջան, ոնց ես կեղտոտվել, ես ինչքան ես դու խաղացվել դրսում, արի կտրանք ձմերուկը տեսնենք ես ուղղա ձմերուկը ոնցն է։ Չէ, սպասի, մի վարկյան։ I want to. Բալես, դանակը սպասի։ Սպասի, արևոս։ Տեսնենք ոնց են կնտրում եսի։ Լավ ձմերուկա տվել, չէ։ Ասեցի, դու կընտրեք էլ ինչ կլինի, ասեց այս տավն է, տեսնենք։ But it's not have the regular lines. Այն գծերովն ես, կլոր ալինում այդ regular, ես ստեղի ձմերուկա, երկարավուն։ Can I open? Can I please open? Իրար հետ։ Good one. Լավն է, հենց Yeah. արդ քաշ ես կում բեր։ Wow. Լավն է, ապրի էդ մարդը։ Լավ հասած ձմերուկա։ Տես հիմա վեգեն որ ունենք չենք կարա ձմերուկը տենք, գիտես, ինդեղ ցուրտ է, ձուն, մարոզ, իսկ ստեղ կարճաթևերով, սպասի, հարի կտրը։ Քաղցր է, օրիզներով է։ A little bit too sweet. Ադա էդ լավ է, ավել լավ է մի քիչ քաղցր լինի, ասա քաղցր է։ Have some. Ասա կտրեմ բանես։ No need. Absolut չի քեզ։ No, I have this plate. You use that plate. Այդ քոնն է սա։ Անուշ։ Կտրեմ դեմ սառնարանը։ Սառի, որ հավեսով ուտենք, հա։ Mommy, Ջանի, you have ինչ, a watermelon? դեր չէ։ Okay, take. Չես ուզում, դիր ստեղ եթե չէ։ It's okay, You can try. Հա, ապական, հեսա վերջացնեմ կտրելու արարողությունս, բալես։ Ոնց որ արդեն սեզոնն է, չէ։
Լավ հասնում է։ Ժամանակ որ վերցնում ես, սենց կրկրթան չէր։ Մի հատ բան ասեմ, այս ձմերուկը որ կտրում էի, ուրեմն մոտավորապես 4 կիլոից ավել էր, 400 կամ 800 գրամ էր, այտենց չեմ հիշում, ու վճարել էի 151 ռուպի ու ինչքան, եկեք ասենք 152 ռուպի, այդ գալիս է մոտավորապես $2-ից քիչ է գալի եւ $1.80, տենց կգա։ Նմանատիպ ձմերուկի համար ես Բելգիայում կվճարի 8-ից 10 եվրո։ Մոտավորապես այդքան կգար էլի։ Տարբերությունը բավականին մեծ է իհարկե, դե բնականաբար աշխատավարձն էլ այստեղի, հա, այստեղի մարդկանց աշխատավարձը, ովքեր որ այստեղ են ապրում աշխատում, չնայած այստեղ էլ կան միջազգային կազմակերպություններ, որտեղ որ մարդիկ աշխատում են հենց միջազգային կազմակերպություններում ու բավականին բարձր են ստանում, որ միջազգային կոնկրետ որ երկրի հետ որ աշխատում են, հենց այդ երկրի չափ օրինակ կան մարդիկ, ովքեր աշխատում են ամերիկյան կազմակերպություններում ու իրանց գումարը ստանում են ամերիկյան հաշվարկով են անում, հետաքրքիր է, որ ասենք ժամերն էլ հենց հարմարեցվում են ամերիկյան ժամերին, կամ եվրոպական ինչ-որ երկրների հետ են աշխատում, կազմակերպություններում են ավելի ճիշտ աշխատում եւ ստանում են իրենց աշխատավարձը եվրոպական վճարով, դրա համար բավականին բարձր է գալիս։ Իհարկե դրա համար պետք է ունենան բարձր կրթություն, բարձրագույն կրթություն, տիրապետեն, ասենք, իրանց գործունեությանը, գործի բնույթին ու կարողանան լավ աշխատանք գտնել։ Բոլորը չի որ կարող են իհարկե լավ աշխատանք գտնել, պետք է նաեւ ուսում ունենան, դրա համար մարդիկ ձգտում են, բայց ամեն դեպքում հնարավորություններ կան այս երկրում։ Մյուս հարցին եմ ուզում անդրադառնամ, հարց չի, երկուսն են, բայց նմանատիպ հարցեր են, մեկը ինչու քիթեր չեն վիրահատում ընկերներ, ես այս հարցին պատասխանել եմ, բայց հավանաբար աղջիկները նոր են միացել ալիքին, հուսով եմ, որ աղջիկները եւ տղաներ չեն, եւ նաեւ թե ինչու շուրթերս չեմ ձևափոխում, այս հարցին ես հիմա ավելի մանրամասն պատասխանեմ։ Ընկերներ, իրականում քթի վիրահատության դիմում են այն մարդիկ, ովքեր ինքնավստահության խնդիր ունեն, օրինակ ինչ կաշկանդվում են իրենց քթից, իրանց քիթը հայլու մեջ նայելուց իրենց դուր չի գալիս, դա։ Քթի վիրահատության իրականում իմ կարծիքով, իմ սուբյեկտիվ կարծիքով պետք է լինի այն մարդկանց համար, ովքեր իրոք ունեն այդ դրա կարիքը, ոչ թե պարտադիր պետքա գնա, որովհետև այս ձևն է նորաձև, այն ձևն է նորաձև, չգիտեմ, մի ժամանակ պետքա բջուրի քիթիկ ունենային, այս ձևը մի քիչ sense բարձր, ռուսատիպ քիթիկ պետքա լիներ, հիմա չգիտեմ, որ քիթիկներն են նորաձև Հայաստանում, բայց դե նորաձև են, հետո ունքերն էլ չէ, մի ժամանակ կար բոլորը իրենց ունքերը տատու էին անում սենց, հիմա նորաձև չի այդ տատուն, ինչ պետք է, էլի տարբեր միջոցներ, գեղեցկության սրահներ, այդ տատուն հանում են, մեկ ուրիշ բան են անում, մի խոսքով երկար բարակ էլի պատմություն է, այսինքն այս պահին սա է նորաձև, սա ենք անում, հետո նորաձևությունը անցնում այն է լինում, իրականում ինչի են դիմում մարդիկ պլաստիկ վիրահատության, որովհետև հայլու մեջ նայելուց, օրինակ, ինչ-ինչ պատճառներով իրենց քիթը իսկապես իրանց դուր չի գալիս, կամ նման դեպքեր, կամ ունեն օրինակ առողջական խնդիրներ։ Վիրահատության օրինակ միջնապատնածուր կամ ինչ-որ մի բան է ինչի, որ պարտադիր պետք է այդ մարդիկ դիմեն վիրահատության, բայց եթե ուղղակի էսթետիկ նպատակներով զուտ ոչ իսկապես լինում են դեպքեր, որ մարդը շատ-շատ է նեղում, դա իրան անհանգստացնում է, այդ դեպքում երևի թե ճիշտ կլինի, որ վիրահատի։ Սակայն պետք է նաև համոզված լինի, որ վիրահատությունից հետո քիթը կլինի ճիշտ այնպիսին, ինչպիսին, որ ինքը կուզի, այսինքն այն նկարած քթերից, ոչ թե վիրահատություն անի, ու վայ չէ, էսի այն չի ուզածը չի նորից չհարմարվի։ Դրա համար ավելի լավ է մի հատ մարդը ներքուստ ինքը իր հետ 100% համոզված լինի, հասկանա, որ նաև ուրիշ իր ուզած քիթը կարող է չլինի ու հետո նոր դիմի այդ քայլին։ Ես ինքս իմ քթից շատ գոհ եմ, ես ինքնավստահության ինչ-որ բան անկում չեմ զգում, ես այնպես չի կաշկանդվում եմ իմ քթից, մարդկանց հետ չեմ ծանոթանում, հենց ծանոթանում եմ, ասում եմ, վայ, քիթս չտեսնի, քիթս փոքրացնեմ նկարելուց, ես չեմ կաշկանդվում իմ քթից բացարձակ, ես իմ քիթը շատ սիրում եմ ու բացարձակ ցանկություն չունեմ այն վիրահատելու։ Նույնը նաև շորթերիս, ինչպիսին որ կամ, այդպիսին է,
Այն ինչը որ բնական միջոցներ օրինակ ունքերը, չգիտեմ, մի քիչ կարելի է ձևը փոխել, այդպես կարող եմ անել զուտ պինցետի օգնությամբ, սակայն այդպես նորաձևությանը խիստ հետևելով արսով ինձ կսազի չի գրամ տենց բաներ անել, գիտեք, էլի չեմ սիրում, ընկերներ ջան, դա է պատճառը, հետո էլ գիտեք, որ Ջեսը իմ հետ ամուսնացել է հենց իմ հայկական քթի համար, որ օրը որ քիթս փոխեմ, Ջեսս կբաժանվի ինձ, չնայած երբ որ ես երիտասարդ էի, բոլորը քթի վիրահատություն էին անում, ես էլ ուզում էի քթի վիրահատություն անել, որովհետև ինձ թվում էր թե իմ քիթը բոլորի քթերի մոտ արդեն մեծ է երևում։ Սակայն ես հասկացա հետագայում, որ ուղղակի այդպես նորաձևությանը հետևել հարկավոր չի փակ աչքերով եւ այդքանը։ Երկրորդ պատճառը նաեւ թե ինչի են մարդիկ դիմում պլաստիկ վիրահատությունների, դիմում որպեսզի ավելի երիտասարդ Երևան, ես ինչ որ չեմ նեղվում իմ տարիքից, էլի ինչ որ պլաստիկ վիրահատություն անելու խնդիր չեմ տեսնում, ինձ թվում է ինձ համար ամեն ինչ շատ լավ է։ Նամանավան, եթե հոգեբանների ուսումնասիրությունները, շատ ուսումնասիրություններ են ի դեպ կատարվել, թե ինչի են մարդիկ ու ովքեր են դիմում պլաստիկ վիրահատության։ Հետաքրքիր է, որ պլաստիկ վիրահատության դիմում են հաճախակի այն մարդիկ, ովքեր հաճախակի նայում են հեռուստացույց, հետևում են տարբեր տեսակի աստղերին կամ դարաշրջանում իհարկե ինտերնետով հետևում են այս կամ այն ինֆլուենսերին կամ հայտնի մարդուն, ով տարբեր վիրահատական միջամտություններ է արել։ Այդ դեպքում այո, փակ աչքերով, այսպես ասած, իրանք էլ follow են անում, իրանք էլ հետևում են, թե իրենց սիրելի մարդիկ ինչ են անում ու եթե հատկապես քթի վիրահատություն են արել, իրենք էլ պարտադիր փորձում են ինչ-որ վիրահատություններ անել։ Հիմնականում նաև իհարկե երիտասարդ Երևանու համար հիմնական ինչ-որ տարիքի հետ է կապված լինում տղամարդիկ կանայք, ովքեր որ միայնակ են, ամուսնացած չեն ու գտնում են, իրանց թվում է, թե իրանց կյանքը 100 աստիճանով կփոխվի, եթե իրանք SS վիրահատությունները անեն, ավելի երիտասարդանան կամ չգիտեմ, քիթը մեծ է, աչքերը փոքր են, մեծ են, ինչ որ վիրահատություններ անեն, միանգամից ավելի հակառակ կողմի ներկայացուցիչի կողմից ավելի գրավիչ կլինեն եւ ավելի իրանց կյանքը կդասավորվի, կնորմալանա։ Նման հետազոտություններ շատ են արվել, հիմնականում թե Անգլիայում են արվել, թե Ամերիկայում են արել, Բրազիլիայում օրինակ շատ են վիրահատություններ անում, էսթետիկ, այսպիսի կոսմետիկ վիրահատություններ, էլի բրազիլյան հատկապես կանայք էլ, տղամարդիկ էլ սիրում են կենտրոնում լինեն, ուշադրության կենտրոնում լինեն եւ եթե իրանց մոտ զգում են, որ իրանք այդքան հետաքրքիր չեն բանալա, ճակերտավոր ասած, հակառակ կողմի ներկայացուցիչների մոտ, միանգամից փորձում են գրավիչ տեսք տալ իրենց։ Ընկերներ ջան, այսպես ես ինչպես հասկացա, շատ հաշտ ու խաղաղ եմ ինքս ինձ հետ, ավելորդ ոչ մի վիրահատության կարիք չեմ տեսնում, չեմ զգում ու չեմ պատրաստվում որևէ վիրահատություն անեմ, ինչը բնական է, դա գեղեցիկ է, ես այդպես եմ կարծում, այս պահի դրությամբ, գուցե մի օր, չգիտեմ, քննիցս արթնանամ, բզիկներս եկած են ասեն, չէ, ես էլ եմ գնում վիրահատեմ, չնայած դա մի քիչ ինձնից չի լինի, ես վատ չեմ վերաբերվում են մարդկանց հետ, ովքեր որ արել են, ես հուսով եմ, որ արել են ու իրենք գոհ են իրենց վիրահատություններից, որովհետև ամեն դեպքում դա շատ բարդ ետվիրահատական փորձությունների միջով են այդ մարդիկ անցնում, կարելի ասել, ու շատ հաճախ լինում է նաև, որ իրենց արդյունքը չի բավարարում, ու կրկնակի վիրահատություններ են հարկավոր լինում անել, եռակի վիրահատություններ են անում ու արդյունքը միևնույն է, չնայած լինում է, որ լավ է լինում, բայց դե ամեն դեպքում ես ինձ ինչ վերաբերվում է չեմ փոխի, չգիտեմ, ինչ փոխեմ, ինչ անեմ ժողովուրդ, ինչ ունեմ սրանով կբավարարվեմ։